Գյուղեր, ճանապարհներ, կամուրջներ եւ հիդրոէլեկտրոկայաններ ոչնչացրած աղետից ուշքի չեն գալիս նեպալցիները։ Ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 470-ը։ Փրկարարները դադարեցրել են աշխատանքները նոր ջրհեղեղների եւ սողանքների վտանգի պատճառով։ Նեպալցի փրկարարները լրագրողներին պատմել են, որ իրավիճակը սարսափելի է, աղետի գոտում մնացածներին մոտենալու ճանապարհ չկա։ Ավելի քան 1400 մարդ անհետ կորած է համարվում։ Անձրևները հաշվի առնելով նոր սողանքների վտանգը ժամ առ ժամ մեծանում է։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ պատրաստ է օգնություն ուղարկել Նեպալին։ Մոտ 90 ամերիկացի կա անհետ կորածների թվում։ Սա սարսափելի է, զանգահարել ենք Նեպալ եւ առաջարկել ենք օգնություն, ինչի կարիք էլ որ ունենան։ Ոչ ոք երբեք նման բան չէր տեսել, ամուր շենքերը փլուզվել են։ Նեպալի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկիրը միջազգային օգնության կարիք չունի որոնողափրկարարական աշխատանքների համար։ Այդ երկրի կառավարությունը 30,000 մարդ է տեղակայել այն վայրերում, որտեղ հնարավոր է որոնումները շարունակել։ Մոտ 1550 մարդու հաջողվել է փրկել ուղղաթիռներով։ Չինաստանի մոտ 500 զինվորական է մասնակցում որոնումներին։ Մենք սարքավորումներ ենք տեղակայելու, որպեսզի օգնենք փրկարարներին։ Հրամանի ենք սպասում հետագա գործողությունները շարունակելու համար։ Կարմիր խաչը հայտնել է, որ աղետը սարսափելի հետևանքներ կունենա 93,000 մարդու համար։ Կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել աղետի հետևանքները մեղմելու համար $31 միլիոն աջակցություն տրամադրել։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տրղազարյան, Հայլուր։